Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ստին Թոմասը, ձեզ մոտ հարց չի առաջացել, ինչու է քանի տարվա ընթացքում ոչ մի հատ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ Ես չէ ավարտել եմ հարցը, որովհետեւ տեսեք, մենք մշտապես ելնում ենք այն կանխավորկացից, որ էթիկայի հանձնաժողովը պետք է կենսունակ լինի, մեկ, երկրորդը Երկրորդ կարևոր հարցն է, Տիկին Ջեբեջյանը, չեմ ճանաչում, բայց դա մտնում, Տիկին Ջեբեջյանը, որը ձեր կարծիքով վիրավորվել է արտահայտությունից, արդյոք իր իրավունքների պաշտպանության այլ միջոցի դիմել է, այսինքն օրինակ դիմել է արդյոք դատարան, եւ օրինակ պահանջել է, որպեսզի իր պատիվ եւ արժանապատվությունը պաշտպանվի։ Երրորդ հարցը որ ուզում էի դա, դուք եք Տիկին Ջեբեջյանը, գոնե իմանանք։ Երրորդ հարցը, տեսեք, եթե մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով մի դրվագի հետ կապված, դուք արդյոք չեք բացում Պանդորայի արկղը, որ ամեն մեկս ամեն օր կգան մի դրվագով կստեղծի մի էթիկայի հանձնաժողով։ Եվ չորրորդ հարցը, այդուհանդերձ Տիկին Թովմասյան ամենայն հարգանքով պատգամավորի բարի ցանկությունն է եւ լրատվամիջոցների հետ շփման իր մոտեցումն է հարցերին պատասխանել թե չէ, բայց որևիցե պարագայում, ոչ սահմանադրության, ոչ որևիցե օրենքի մակարդակով պատգամավորը նման պարտավորություն չունի, սա արձանագրենք, որովհետեւ մեր լրատվամիջոցների մոտ կարող է թյուր ըմբռնում ձևավորվի, որովհետեւ եթե կա պարտավորություն այդ պարտավորության չկատարելու համար պետք է լինի նաև պատասխանատվություն։ Կխնդրեմ, որպեսզի դուք վերաձևակերպեք ձեր միտքը, որովհետև դուք նաև լրագրող, օքեյ, շատ բարի, բայց ամենայն դեպս հարգելի լրագրողներ, իմացեք, որ դա բարի ցանկության դրսևորում է, այո, ճիշտ է, որպեսզի պատգամավորը շփվի լրատվամիջոցների հետ, բայց իրավական պարտավորություն գոյություն չունի։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Վարդանյան, ինչու չի ստեղծվել մինչև հիմա, ես ասացի, ես իմ մասով ընդունում եմ, որ ես թերացել եմ, ես այդ կշտկեմ։ Մնում է դուք էլ ձեր մասով ընդունեք եւ այո, կարող է ցանկացած հարցով ձևավորվել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, ի վերջո կանոնակարգը չի արգելում, քանի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձևավորվել որևէ նստաշրջանում։ Այդ օրենքի խնդիր չունենք, ոչ էլ ունենք որևէ տեսակի այլ խոչընդոտ, կարող է ձևավորվել։ Ինչ վերաբերում է Ռիփսիմե Ջեբեջյանը արդյոք ինչ է արել իր իրավունքների պաշտպանության համար, առաջին եւ ադեկվատ քայլը որ նա արել է, հետո մոտեցել է պատգամավորին եւ ասել ներողություն խնդրեք ձեր վարքագծի համար, որովհետեւ դուք վիրավորել եք ինձ։ Ինչը Անդրանիկ Քոչյանը չի արել, որը ավելի է վատացրել իրավիճակը եւ ավելի սրել, որովհետեւ նա կարող էր այդ պահին ասել, հա, զայրացած էի, չգիտեմ, 1000 ու մի պատճառ կարող էր ասել եւ մի ներողություն այս ամբողջ պատմությունը կավարտեր։ Եվ նա այդ իր քայլով նաեւ ցույց կտար, որ ինքը ունի որոշակի հարգանքի նշան առաջին հերթին պատգամավորի մանդատի նկատմամբ, հետո նոր 4-րդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Նա չի արել, ավելին, նորից է սրել, ասել է այո, ես լավ եմ արել, ինչ որ մեջբերումներ արել, մանիպուլատիվ նորից եմ կրկնում, որովհետև չի կարելի, էլի, ասենք, մի իրավիճակի մասին խոսել այնպես, ոնց որ դու ես ուզում դա մեկնաբանես։ Եթե այս բաժակը հիմա բաժակ է, մենք չենք կարող դրա մասին ուրիշ ենթադրություններ անել։ Հետևաբար Ռիփսիմե Ջեբեջյանը առաջի քայլը արել է պաշտպանվելու, հայցելու ներողություն, չի ստացել։ Դրանից հետո վարչապետին է դիմում փոխանցել 1 իրավաբանների հետ է խոսացել 2 դատարան դիմելու մասով չգիտեմ մենակ դատարան դիմելը մինչև հիմա հասրելա թե ոչ, բայց եկեք մի բան էլ հասկանանք, էլի այնուամենայնիվ լրագրողը իր ամենօրյա ռիթմի մեջ դժվար է իր համար գնալ ամեն մի գործի համար մտնել դատարան։ Այս հո մի հատ դեպքը չի։ Ռիփսիմեին էլ մյուս բոլոր դեպքերում էլ մյուս լրագրողներին էլ առաջին ու վերջինը չի ցավոք սրտի, որ այսպիսի իրավիճակում են հայտնվում։ Ասում եմ, դուռ են շղկացնում, վիրավորում են, չեն պատասխանում, շվշվացնելով գնում են, հələ մի հատ կառավարության նիստերն են, որ նայեք, նախարարները ձեռները գրպաններից չեն հանում, տենց գնում են, այդ վերաբերմունք չի։ Բայց քանի որ մենք հիմա պարլամենտական էթիկայի հանձնաժողովի մասին ենք խոսում, չեմ շեղվում։ Ինչ վերաբերում է Պանդորայի արկղը բացելուն, օրինակ ես կողմնակից եմ, այո, որ թող բացվի եւ թող յուրաքանչյուր պատգամավոր իր վարքի համար պատասխան տա։ Ես դրա համար ասացի ամեն մեկս եկեք մեր խոսույթի համար պատասխան տանք։ Եթե կգտնեք մի բառ իմ խոսքի մեջ, որ ես կվիրավորեմ որևէ մեկին, իմ հարցով էլ ձևավորեք էթիկայի հանձնաժողով, մյուս պատգամավորներն պիտի պատասխան տան։ Ի վերջո մենք գտնվում ենք, ասում եմ,
առաջնային մանդատ կրող ազգային ժողովում, հանրության ամենահաշվետու մարմնում, որովհետև մեր հաշվետվությունը ամեն տարվա ընտրություններն են, ամեն տարի նկատի ունեմ ամեն ընտրական տարի մենք հաշվետվություն ենք տալիս ընտրողների առաջ եւ ընտրողները պիտի падգամավորներին նորից ընտրեն, նորից վստահություն տան եւ այդ քաղաքական ուժին վստահություն տան։ Հիմա այսինքն Անդրանիկ Քոչարյանի վարքը այդ նշանակում է, որ այդ վարքի դրսևորումից հետո դուք պիտի ակնկալեք, որ ձեզ ասելու են ինչքան ճիշտ պահեցին իրանց տեսակ, հրաշալի է լրագրողներին ինչ են անում, ինչ վերաբերմունք են ցուցաբերում, այսինքն խոսքը հանրային հաշվետվողականության մասին է, որը այս դեպքում բացակայում է։ Այո, պարտավորություն չունի, ես իմ խոսքում ասեցի եւ ես ամենևին չեմ պատրաստվում վերաշարադրել իմ որևէ միտք, որովհետեւ ես համարել եւ համարում եմ, որ падգամավորները պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, որովհետեւ լրագրողները տալիս են հարցեր, որոնք որ հնչում են կամ որոնք որ կան հանրության տարբեր շերտերի մոտ եւ ցանկացած падգամավոր ամենամեծ ցանկության դեպքում իմ ձևակերպման պարտավոր է պատասխանել հարցերին։ Հիմա դուք ասում եք պարտավոր չեն, դա ձեր կարծիքն է։ Աշխարհում կլինեն էլի մարդիկ, որ կասեն պարտավոր չեն, էլի իրենց կարծիքն է։ Օրենսդրության մեջ այո չկա որևէ ամրագրում, որ падգամավորը պարտավոր է պատասխանել լրագրողի հարցերին։ Բայց մենք խոսում ենք հանրային պատասխանատվության մասին, հանրային հաշվետվողականության մասին եւ խոսում ենք նաեւ հենց էթիկայի նորմերի մասին։ Ի վերջո, էթիկայի նորմերի առնվազն պահպանման տրամաբանությունից ելնելով, եթե մարդը քեզ մոտենում է, գոնե պիտի խոսես հետ, ասես, ներողություն չեմ կարող պատասխանել։ Հիմա բա դուք ինչի՞ այդ սկանդալի մեջ չեք ընկել, բայց դուք ամենապասիվն եք լրագրողների հետ շփումներում։ Հարցազրույցներ ես չեմ հիշում, որ տենց ակտիվ տակ, բայց ես սկանդալի մեջ էլ չեք ընկել, որտեղ ասում եք ներողություն չեմ պատասխանում ու գնում եք։ Հիմա այս նույն իրավիճակը կարող ենք ունենալ մյուս падգամավորների դեպքում։ Շնորհակալություն։ Ես թույլ տակ, հա։ Մենք արձանագրենք, որ մենք տեղեկություն չունենք, դիմել է դատարան, թե ոչ Տիկին Ջեբեջյանը։ Ես այս բaragայում ես թույլ եմ տալիս, դիմել եք դատարան Տիկին Ջեբեջյան։ Դիմել եք թե ոչ։ Լրացել է։ Նստեք, չէ, ես ինքս փոշմանեցի, շատ բարի, ժամկետը դեռ կա, չենք վերացում սա բան, էթիկայի հանձնաժողովի, ամեն դեպքում արձանագրում ենք, որ այս պահին վիրավորանքի, ավելի շուտ անձի, պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայց չի ներկայացվել, թեև ձեռնարկվել են բավականին ակտիվ միջոցներ, հա ստորագրավակ է կազմակերպվել, վարչապետի նամակ է փոխանցվել, այսինքն ամեն ինչ արել ենք բացի իրավական միջոցներից, ամեն դեպքում արձանագրում ենք։ Հաջորդը, Տիկին Թովմասյան, ես կարող եմ ձեզ օրինակ ֆրանսերենով հարց տամ կամ անգլերենով հիմա, անգլերենով կամ չէ ֆրանսերենով եմ ուզում։ Մոտավորապես այն ուղղության վրա եք, արդյոք Հայաստանի Հանրապետության падգամավորը պարտավոր է հասկանալ օտարաբանություններ։ Երկրորդ հարց։ Եվ կարող օրինակ օտարաբանությունը հանգեցնի տարանկալմանը։ Հաջորդ հարցը, որ ես ուզում եմ ուղղեմ, տեսեք, հումորային էլեմենտ եմ ուզում ասեմ, դուք սատանաներին հավատում եք, թե չէ, որովհետև մի դեպքում ասում Սատանաներին Նիկոլ Փաշինյանն է հավատում եւ հրանգում ածային բռնել սատանաներին, ես չեմ հավատում։ Սատանաների պարագայում, Տիկին Թովմասյան, ես տեղ եմ դեռ։ Հիմա տեսեք, մենք ըստ էության փորձում ենք հնարավորինս հաշվի առնելով ամեն ինչ որ կար, ձևավորենք մի իրավիճակ, երբ ըստ էության անձը ավելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների չի դիմել, մենք իր փոխարեն փորձում ենք իր իրավունքները պաշտպանենք։ Բայց հաջորդ հարցը, որը շատ ավելի կարևոր է, տեսեք, պատճառներից մեկը, որ մենք չենք ստեղծում էթիկայի հանձնաժողով, ad hoc էթիկայի հանձնաժողով, դա այն է, որ մենք որպես ասենց ասեմ, ոչ ժողովրդ հավարական ճակերտավոր կամ ճակերտները հանեք ոնց կուզեք իշխանություն չենք համարում նորմալ, որ էթիկայի հանձնաժողովում գործի այն նույն պարիզետը, որը առկա է հանձնաժողովների ձևավորման հարցում, երբ ընդդիմությունը միշտ ունենա փոքրամասնություն, իշխանությունը ձայների մեծամասնություն։ Հիմա դուք համարում եք ընդունելի ձեր համար, որպեսզի ձևավորվի հանձնաժողով, որտեղ ընդդիմությունը ունենալու է փոքրամասնություն, իշխանությունը մեծամասնություն։ Եվ ես շատ կուզենայի հաշվի առնելով այս քննարկումները, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը արտահայտեիք մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում։
Շնորհակալություն։ Ես համարում եմ, որ այո, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով, քննելու Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի վարքը եւ խախտումները ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի եւ տալու եզրակացություն, որպիսի նման դեպքերը եւ նախադեպերը չկրկնվեն։ Ես կարծում եմ, որ այո, այն ինչ որ քննարկում եք ապագայում, որ պիտի ձևավորվի, դա բացարձակ առնչություն չունի այսօրվա գործողությունների եւ գործընթացի հետ։ Իսկ ինչ վերաբերում է այլաբանություններին, սատանաներին, գիտեք, դուք ուր ուզում եք, այսպես ոնց որ լայն ավելի ուզում եք լայն թափ հաղորդենք մեր քննարկմանը։ Ես խնդիր չունեմ։ Գնում ենք ավելի հեռու։ Այո, ես ընդունում եմ իմ թերությունը եւ ասում եմ, որ պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքով, երբ որ հրահանգեց թիկնապահներին բռնել քաղաքացու ձեռքերի եւ թքեց քաղաքացու դեմքին։ Այո, ճիշտ եք, պետք է ձևավորել էթիկայի հանձնաժողով։ Մենք չենք արել, բայց դուք որպես իշխանություն ինչ արեցիք։ Դուք հանդուրժեցիք քաղաքացու վրա թքելը։ Հիմա ուզում եք հեռու գնանք, շատ թվարկեմ այսպիսի դեպքերը։ Ես կարծում եմ Պանդորայի արկղը չարժեր բացել, բայց եթե ուզում եք, բացենք հերթով գնանք այսպես շարունակելով։ Ես ուզում եմ մենք բոլորս ճիշտ հասկանանք։ Եթե դուք իսկապես չեք հովանավորում լրագրողների նկատմամբ լկտի վարքագիծը, դուք պիտի համաձայնություն տաք այս նախագծին։ Եթե չեք տալիս, ուրիշ ինչ պատճառաբանություն բերեք, չի ընդունվելու։ Ոչ մի տրամաբանություն չի գործելու։ Այսինքն մենք մնա Էրմյուս խորհրդարանում, չգիտեմ, կձևավորենք ինչ որ հանձնաժողով կամ նույնիսկ տարբեր փոփոխություններով սահմանադրական օրենքների հիմա կբերենք կհասցնենք ինչ որ բան կփոխենք, էթիկայի մշտական հանձնաժողովը չի անդրադառնալու Անդրանիկ Քոչարյանի դեպքին հետին թվով։ Հետևաբար սա ուղղակի պարզ մանիպուլյացիա է։ Իսկ ձեր դեպքում դու ոնց որ թե նորմալ է ձեր համար, որ կարող եք այս մի բան ուղղակի մի բան ասեք, անցնի գնա։ Այդպես չի լինելու։ Հիմա եթե բովանդակությանն ենք անդրադառնում, իսկ դուք ինձ հարց տալիս եք բովանդակային հարց, ես ասում եմ, Անդրանիկ Քոչարյանի վարքը անթույլատրելի է եւ անհրաժեշտություն կա ստեղծելու էթիկայի հանձնաժողով եւ քննելու նրա վարքը։ Ես եմ այդպես կարծում, իմ գործընկեր Արծվիկ Մինասյանն այստեղ եւ մենք հավաքական երկու խմբակցություններով, ինչպես նաեւ 161 լրագրողներով։ Եթե դուք այս պարզ ճշմարտության մեջ ինչ որ ուրիշ բան եք փնտրում, այդ նշանակում է, որ դուք ուղղակի նորից եմ կրկնում, հովանավորում եք Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը։ Ես ներողություն եմ խնդրում։ Տեսեք, լկտի պահվածք արտահայտությունից խնդրում եմ խուսափեք։ Որովհետև եթե դուք ուզում եք էթիկայի հանձնաժողով, էթիկայի հանձնաժողովը պետք է որոշում տա վարքագծի կանոնների վերաբերյալ։ Դուք ի սկզբանե որակում եք տալիս, եւ հետեւաբար էթիկայի հանձնաժողովի ստեղծման բացարձակապես կարիք չկա։ Դուք արդեն տվեցիք որակում, տվեցիք հանրային եթերում։ Սա էլ է, տեսեք, էթիկայի կանոնների մասին ենք խոսում, բայց մեր արտահայտություններում արդեն իսկ խախտում ենք այդ էթիկան։ Կխնդրեմ, որպեսզի խուսափեք նման արտահայտություններ։ Այդ դեպքում մի հատ ինձ խնդրում եմ ասեք, լկտի պահվածք ասել օրինակ ինչ եք պատկերացնում։ Տեսական մի հատ օրինակ բերեք, որ լկտի պահվածք։ Ես այդ արտահայտությունը դիտարկում եմ վիրավորական եւ կխնդրեմ, որ հանձնաժողովում խուսափեք նման արտահայտություններից ցանկացած պատգամավորի նկատմամբ։ Եվ թույլ չեմ տա, որ ինչ որ մեկը ձեր նկատմամբ էլ նման արտահայտություն։ Այսինքն լրագրողի նկատմամբ կարելի է կիրառել, բայց մենք դե ուրեմն այ դա արձանագրել, որ լրագրողի նկատմամբ ոչ ոքի նկատմամբ լկտի պահվածք արտահայտությունը այս հանձնաժողովի նկատմամբ թույլ չեմ տալու։